Ես ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, հիշեցնեմ նաեւ, որ կարող եք բոլոր հաղորդումները դիտել նաեւ թվային հարթակներում։ Սա թարմ ուղեղով զրույցն է, իսկ մեր տաղավարում հյուրընկալել եմ Վահագն Գևորգյանին, Գևորգյան գինու գործարանի հիմնադիր տնօրենն է նա։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գևորգյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Նախորդ անգամ, երբ դուք այստեղ էիք, մենք կախանի մեթոդի մասին ենք զրուցել, որը կրկին շատ հետաքրքիր թեմա էր։ Այս անգամ էլ նորություններով եք եկել, նռան գինու վերածննդի մասին պիտի պատմեք։ Ինչպես վերածնվեց այն։ Նախ ասեմ, նռան գինու արտադրությամբ արդեն դեռևս 19-20 տարի զբաղվում ենք։ Հիմնականում նուռը սկսել ենք մթերել ու մինչ օրս մթերում ենք Մեղրի շրջանի Նռնաձոր գյուղից եւ ամենահյութալի քաղցրահամ եւ բուրավետ նուռը Հայաստանում աճում է հենց Նռնաձոր գյուղում։ Եվ այս տարիների ընթացքում աշխատանքի փորձը բերեց նրան, որ շատ պարզ ու հասկանալի էր, որ նռան գինին Հայաստանում ավանդական ծագում ունի, այսինքն դարերի վեր Հայաստանում արտադրվել է, ժողովուրդը պատրաստել է նռան գինի եւ աշխարհը ինչ որտեղ նաեւ հայկական գինեգործությունը ընդունում է որպես նռան գինի արտադրող գինեգործական երկիր։ Եվ այս տարիների ընթացքում, տարիների աշխատանքի ընթացքում եկել ենք նրան, որ անպայման պետք է նռան գինին պատրաստել հենց մեր պապերի մեթոդով, այսինքն առանց շաքարի օգտագործման, առանց սպիրտի ավելացման, առանց որևիցե միջամտության, մաքսիմալ քիչ միջամտելով ստանալ լավագույն արդյունքը։ Այդ տարբերությունից կուզեմ խոսենք, առանց շաքարի, առանց այդ սպիրտային հավելումների, ինչով է դա օրինակ տարբերվում այդ հիմնական ձևը, որ օգտագործում են դրանից։ Սովետական միությունից մենք ժառանգություն ենք ստացել թե նռան գինու, թե մնացած գիների արտադրության կանոնակարգերը եւ բոլոր գինեգործարանները աշխատել են այդ կանոնակարգերով կամ եթե շեղվել են նոր կանոնակարգ են ստեղծել, բայց շեղումները եղել են ոչ շատ մեծ։ Հիմա ըստ սովետից ստացված ժառանգության նռան գինու արտադրության մեջ թույլ էր տրվում ավելացնել շաքարի օշարակ եւ այդ շաքարի օշարակը խմորել, որպեսզի գինին ստացվի բարձր թնդությամբ, մինիմում 12-12-ից բարձր թնդությամբ, քանի որ այդ թնդությունը ապահովում է գինու կայունությունը, ինչքան թնդությունը գինու մեջ բարձր է, գինին այդ աստիճան կայուն է։ Բայց մեր պապերը երբ որ խմորել են, այդ ժամանակ շաքար չեն ունեցել եւ բնական բնությունից տված շաքարայնությունը, ինչ որ եղել է նռան մրգի մեջ, այդ շաքարայնությունն է խմորվել ու վերածվել է ալկոհոլի։ Նույնատիպ խմորումով մենք ստանում ենք 9%-անոց նռան գինի։ Այսինքն հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ առանց շաքարի ավելացման նռան գինին կարող է լինել ցածր թնդությամբ եւ ցածր թնդությամբ գինին կայուն պահելը ավելի դժվար է, քան այսինքն դժվարությունը կայանում է դրանում պահպանման մեջ։ Ինչպես նաեւ Բայց հանրությունը պատրաստ է այդ նորությունը ընկալելու ու համային շատ փոփոխություն ու տարբերություններ լինում։ Համային մեծ փոփոխություններ չկան, ավելի հեշտ խմելիությունը ավելի բարձր է, ավելի հեշտ է խմվում, այսինքն նույն նռան համերը, նույն ցայտունությունը կա եւ 9%-անոց առանց շաքարի նռան գինու մեջ։ Ուղղակի քանի որ թնդությունը ավելի ցածր է, ավելի շատ կարելի է խմել։ Ասում են, որ շաքարը գլխացավեր է առաջացնում։ Հիմա կարող ենք ասել, որ այդ մասով էլ արդեն լավ նորություն է, էլի, այդ Ընդհանուր առմամբ աշխարհում այդ տենդենսը շաքարի չօգտագործման այսօր շատ ուժեղ զարգանում է եւ գալիս է ավելի շատ առողջապահական, այսինքն առողջության հետ կապված մասից, թե գլխացավ է առաջացնում, թե տարբեր հիվանդություններ է առաջացնում, կան շատ գիտական աշխատանքներ կապված նրա հետ, թե շաքարը ինչ կարգի օրգանիզմին վնասակարություն կարող է պատճառել եւ իմ կարծիքով ինչքան քիչ շաքար օգտագործենք, մեր օրգանիզմի համար այդքան ավելի լավ, այդքան ավելի առողջ կլինի։ Ինչ փուլեր եք անցել մինչև այս մեթոդի վերածնունդին հասնելը, ինչ դժվար ճանապարհ եք ունեցել եւ որքան ժամանակ ա տևել ի վերջո։
Շատ փորձեր ենք արել, ամեն տարի նոր, այսինքն դե գինեգործությունը քեզ հնարավորություն է տալիս տարին մի անգամ այդ փորձ անելու, որովհետև դու բերքահավաքը տարվա մեջ մի անգամ ես անում։ Դրա համար տարբեր փորձերից եկել ենք եւ հանգել ենք այս տարբերակի վրա, որը նույնպես դժվար ճանապարհ է եղել, բայց ասեմ ճշմարտացին միշտ պարզության մեջ է, ինչքան դեպի պարզության ես գնում, այնքան ավելի ճշմարիտ է ստացվում։ Այդ դուք նրան գինին ասում եք, որ պատմության մեջ էլ միշտ այնց ընկալված է եղել, բայց կարծես թե մի ժամանակահատված է եկել, որ խաղողը փորձ է արել, գրավել, չէ՞, այդ տեղը, ես ճիշտ եմ հասկանում, եղել է այդ փորձերը ու հիմա մրցակցություն է ստեղծվելու, ինչ եք կարծում։ Ոչ, մրցակցություն չի ստեղծվի, երկուսն էլ, այսինքն թե խաղողի գինին, թե նռան գինին իրենց առանձնահատուկ տեղը ունեն։ Ուղղակի միջազգային գինեգործության մեջ, այսինքն միջազգային շուկայում գինեգործության անպայման պետք է ունենալ ձևաչափ, այսինքն նույն խաղողի գինու արտադրության մեջ էլ մենք ինչի սկսեցինք կախանի մեթոդը կիրառել, որպեսզի ազգային ձևաչափ ունենանք, որով կարողանանք առանձնանալ։ Նռան գինին արդեն իսկ ստեղծված ազգային ձևաչափ է հայկական, որը պետք է պաշտպանել, այսինքն օրենսդրական մասով էլ պետք է պաշտպանել եւ աշխարհագրական տեղանունով էլ պետք է գրանցել եւ աշխարհին ցույց տալ հենց մեր ազգային ալկոհոլային ըմպելիքը, որպես առանձին խմիչքի տեսակ, որովհետեւ շուկա գրավելու առումով դա հայկական ապրանքի համար իմ կարծիքով միակ տարբերակն է։ Այսօր մրցակցությունը ամբողջ աշխարհում ահավոր մեծ է, մի շարք գինեգործական երկրներ կան եւ բոլորն էլ ունեն որակյալ գինիներ։ Այստեղ պետք է կարողանալ շուկա գրավել, իսկ շուկա գրավման միջոցներից մեկը հենց առանձնահատկություն, յուրահատկություն եւ եզակիություն ներկայացնելն է։ Իսկ նռան գինին արդեն իսկ ասոցացվում է որպես հայկական ալկոհոլային խմիչք, արդեն իսկ կա այդ ասոցիացիան եւ պետք է որակը բարձրացնել, ավելի որակը լավացնել, իսկ որակի բարելավման պատճառով հենց մենք եկել ենք մեր ավանդական մեթոդին։ Ինչ քանակությամբ եք պատրաստվում արտադրել եւ արդյոք միայն ներսի շուկայի համար, թե դրսի համար եւս։ Չէ, ոչ միայն ներսի շուկայի համար, մենք մոտ 17 երկիր արտահանում ունենք։ Բոլոր տեղերն էլ նռան գինին արտահանում ենք, այսինքն եւ խաղող եւ նուռն ենք արտահանում, այսօր շատ լավ վաճառքներ ունենք ԱՄՆ-ի շուկայում, մեր նռան գինին ԱՄՆ-ի շուկայում գոյություն ունի ալկոհոլային խմիչքների ցանց, կոչվում է Total Wines-ում բոլոր նահանգներում կա արդեն, այսինքն ոչ միայն հայկական համայնքի վրա ենք վաճառում Կալիֆոռնիայի նահանգում, այլև արդեն տեղացիներ եւս Այո, եթե խաղողի գինիների մեջ, այսպես ասեմ, հայկական խաղողի գինու մրցակցության մեջ մեծ մաս է, հաճախորդները մեծ մաս են կազմում հենց հայկական սփյուռքը, նռան գինին արտասահմանցիների դուրը գալիս է բոլոր տարբեր երկրներում։ Վերջերս Ճապոնիայում ենք, հիմա փորձում ենք ճապոնական շուկան գրավել, ճապոնացիների դուրս շատ գալիս է։ Հեշտ է այդ։ Իդեպ նրանց շաքարի զգալու ընկալիչները ուրիշ ձև են աշխատում, քան մեր մոտ։ Մենք ավելի քաղցր ենք զգում, նրանք քաղցրությունը ավելի քիչ են զգում։ Հետաքրքիր է իրականում։ Նոր շուկա մտնելիս եւ նոր երկիր մտնելիս ինչ դժվարությունների եք հանդիպում, ինչ բարդ շրջաններ եք ունենում, այդ ծանոթացնել, ներկայացնել, համը սիրելի դառնա, հետո նոր բան տանել դրանից հետո։ Չէ, նախ ուսումնասիրում ենք նոր շուկաները, որպեսզի հասկանանք։ Օրինակ ձեզ բերեմ, օրինակ, եթե հյուսային երկիր է, հյուսային երկրներում օրինակ միրգ չունեն, չէ՞, հյուսային երկրներում միրգ չի աճում։ Եվ այդ երկրներում օրինակ մրգային գինով շուկա գրավելը շատ ավելի արդյունավետ է, որտեղ հարավային երկիր է, միրգ կա, նույնիսկ կարող է մրգային ըմպելիքներ լինեն, ալկոհոլային կամ ասենք խմիչքներ լինեն, այդտեղ ավելի դժվար է։ Այսինքն սկզբից լավ ուսումնասիրում ենք, նաև գնային ենք ուսումնասիրում, այսինքն ընդհանրապես գինու շուկայի սեգմենտավորված ուսումնասիրություն ենք անցկացնում, դրանից հետո հասկանում ենք, որտեղ հնարավոր
որտեղ իմաստ ունի ու որտեղ ավելի քիչ ջանքերով ավելի արդյունավետ կարող ենք հասնել արդյունքին, այսինքն ունենանք շուկա։ Այդ բոլոր ուսումնասիրությունների մեջ մեզ օգնում է մեր խաղի եւ գինու զարգացման հիմնադրամը, ինչպես նաեւ գնում ենք ցուցահանդեսների ու մինչև գնալն էլ մենք գինեգործներով ընտրում ենք թե որ երկիր գնանք ցուցահանդեսի, ելնելով այդ ուսումնասիրություններից։ Եվ այդ ցուցահանդեսները արդեն տալիս են արդյունք, այսինքն ցուցահանդեսի տեղը կարողանում ենք ներկայացնել մեր գինին, գտնել հաճախորդներ, գտնել հետարքիր գործընկերներ, այո, եւ կամաց այդպես գործը սկսում է առաջ գնալ։ Շատ հետաքրքիր է։ Իրականում նրան նոր ձևաչափը, որով գինին ստեղծում եք, արդյոք ամեն դեպքում տարբերություններով է ինքը չհաշված ալկոհոլի կիրառումը, չհաշված շաքարի հավելումը, ինչ որ տեխնոլոգիա կա, որ դուք նոր եք փորձում դա կիրառել եւ ավելի այսպես յուրահատուկ է դարձնում գինին։ Տեխնոլոգիան մենք փորձելու ենք գրանցենք Հայաստանում ու ինչպես կախանի մեթոդը գրանցեցինք որպես ազգային մեթոդ գինեգործական, նույնը նրան գինու պատրաստման մեթոդը գրանցենք որպես նույնպես ազգային մեթոդ, ինքը իրանից մեծ բարդություն չի ներկայացնում, ուղղակի պրոֆեսիոնալիզմ է պետք, որպեսզի այդ գինին առանց հիվանդությունների, այսինքն առողջ վիճակում հասցնել շիշը եւ մատուցել հաճախորդին։ Բարձր ամեն մի տեսակ գինին իր տեխնոլոգիայով ունի իր յուրահատկությունները, իր բարդությունները, որտեղ արդեն պետք է պրոֆեսիոնալ մոտեցում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ վերջին տարիներին գինեգործները շատացել են Հայաստանում եւ գինու արտադրությունը մեծ թափ է ստացել։ Դե զարգանում է գինեգործությունը շատ լավ տեմպերով Հայաստանում, խաղի այգիների քանակն է ավելանում, գինեգործների քանակն է ավելանում ու վերածնունդ է ապրում։ Ինչով է պայմանավորված, եկամտաբեր բիզնես է համարվում այն, թե պարզապես այդ ավանդականին արմատներին հետ գնալն էլ հաճելի է նաև։ Գինեգործությունը բիզնեսի առումով, եթե տնտեսական տեսանկյունից նայենք, ինքը երկարաժամկետ բիզնես է, այսինքն արդյունքները կարող ես քաղել ոչ առաջի 1, 2 կամ 3 տարում։ Բայց պետության կայացման գործում գինեգործությունը շատ մեծ դեր ունի, քանի որ մի ճյուղ չի զարգացնում, այսինքն իր մեջ ներառում է գյուղատնտեսություն, գյուղատնտեսությունից հետո գալիս է արդեն արկղների պատրաստում, շշի արտադրություն, խցանների արտադրություն, այսինքն մի շարք ճյուղեր է ներառված նրա մեջ ու վերջնական ապրանքը միտված է արտահանման, շատ կարևոր հարց է, այսինքն արտահանվող ապրանք է, թե տեղական շուկայի համար է նախատեսված։ Իսկ պետության կայացման համար պետք է ստեղծել միանշանակ այն ապրանքատեսակները, որոնք արտահանման ուղղվածություն ունեն, որովհետև մեր եկամուտը երբ որ դրսից է գալիս, պետությունը սկսում է շնչել դրանով։ Միանշանակ։ Ես նկատել եմ, որ մեր օրերում, եթե այսպես շրջենք, երիտասարդները շատ չեն հանդիպի այն մարդիկ, ովքեր օրինակ գինեգործություն են սովորում համալսարանում, բայց սովետական տարիներին կարծում եմ դա լավ ակտիվ տեմպով է եղել։ Արդյոք այսօր մասնագետների խնդիր կա ոլորտում կամ դժվարություններ այդ մասով առհասարակ ունենում եք, թե ոչ։ Մեր հետ կապված մենք դժվարություն չունենք, քանի որ ես ինքս սովորեցի գինեգործական, այսինքն ձեռք բերեցի գինեգործական մասնագիտությունը, իդեպ նշեմ, որ ես սովորել եմ որպես տնտեսագետ, այսինքն գինեգործությունը ինքնուս է իմ մոտ եղել։ Երկրորդ մասնագիտություն։ Այո, բայց ասեմ, ներկայումս ջահել մասնագետների առումով մենք խնդրեմ չունենք, որովհետև Հայաստանում բացի գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտներից նաև կա IVN Wine Ակադեմիան, որը 1 տարվա կրթություն է տալիս եւ բավականին բարձր կլասի մասնագետներ են դուրս գալի, որոնք արդեն հասնում են միանգամից աշխատանքի։ Նույն մեր գործարանում մենք ամեն տարի չնշեմ քանակ, բայց մի շարք ունենում ենք թե գյուղինստիտուտից, թե գյուղատնտեսական քոլեջից, թե նույն IVN ակադեմիայից ունենում ենք
պրակտիկանտներ, որոնց մենք էլ փորձում ենք մեր ձևով կրթություն տալ եւ բարձրացնել նրանց մասնագիտական աստիճանը։ Բայց ցանկությունը մեծ է երիտասարդների կողմից։ Կարծում եմ այո, այսօր Հայաստանում գինեգործությունը հետարքիր մասնագիտություն է եւ կան շատ երիտասարդներ, որոնք մեծ եռանդով ձգտում են դառնալ գինեգործ։ Իսկ դուք ամբողջ process-ին մասնակցում եք արտադրությունից մինչև վաճառք, ու ձեզ համար ամենահետաքրքիր փուլը որն է։ Ամենահետաքրքիր փուլը այգին է, դա, այգում, այսինքն այգեգործությանը մասնակցելը, քանի որ դու բնության հետ ես կապ ունենում եւ մարդը ինչքան կտրված է լինում հասարակությունից եւ կապը լինում է բնության ավելի մոտիկ, այնքան մարդին է լավ ազգում։ Այգում էլ աշխատելիս պետք է հատուկ գիտելիքներ ունենալ, չէ՞, նրբություններ, յուրաքանչյուր թփի տերևի հետ շփում։ Այ խաղաղագործության մասով մենք դեռևս կաղում ենք, ես կասեի, գինեգործության մասով ավելի առաջ են գնացել, նկատի ունեմ Հայաստանը ընդհանուր առմամբ։ Դա գալիս է նրանից, որ սովետական ժամանակահատվածը մեզ հետ գցեց այդ զարգացումից, մենք գնացինք դեպի կոնյակագործություն, իսկ կոնյակի միտված խաղողը դա ուրիշ խաղող է, գինու միտված խաղողը ուրիշ խաղող է եւ մշակման նաեւ ձևաչափերն են տարբերվում իրարից։ Իսկ այս վերջի 10-20 տարվա ընթացքում խաղաղագործության զարգացնելը հիմնականում կատարում են գործարանները, ինչքան էլ թե պետությունը, թե մեր հիմնադրամը փորձում են խաղաղագործության զարգացմանը մասնակցել, դեռևս գյուղացին ձգտում է դեպի քանակի, այսինքն գյուղացու համար կարևորը ոչ թե խաղի որակն է, այլ խաղի քանակն է։ Մեր համար հակառակն է։ Մենք քանակը կրճատելով բարձրացնում ենք խաղի որակը։ Այստեղ կա անհամաձայնություն մեր ու գյուղացիների ներկայացնելու խնդիր կա ամեն դեպքում։ Այո, որը դեռևս լուծված չէ այդ հարցը, այսինքն մենք փորձում ենք գնով, ամեն տարի ցույց տալով, որակով, կառավարելով աճեցման որակը, որը շատ բարդ է, որովհետև ամեն դեպքում մարդը գյուղացի նայում է իր եկամուտին, չէ, իր համար եկամուտը քանակի ավելացումն է, որը մեր համար թշնամի է, այսինքն մեզ էլ պետք է քանակի կրճատում, որպեսզի որակը խաղի ավելի բարձրանա։ Իսկ ինչ փոփոխություններ եք կանխատեսում կամ ակնկալում առաջիկա տարիներին ոլորտի համար, թե գնային տեսանկյունից, թե առհասարակ ընկալման տեսանկյունից։ Այն որ Հայաստանը միանշանակ դառնալու է համաշխարհային ճանաչված գինեգործական երկիր, դրանում չեմ կասկածում, մենք դրա ճանապարհին ենք հիմա, մի մաս ճանապարհը անցել ենք եւ կարծում եմ շատ քիչ է մնացել, որպեսզի լինենք ճանաչված գինեգործական երկիր։ Այն որ սեգմենտավորման մասով մենք երբեք չենք դառնա ինդուստրիալ գինու արտադրող երկիր, դրանում էլ եմ վստահ, ելնելով մեր տարածքային վիճակից, ելնելով մեր շատ հանգամանքներ կան, որը բերում է նրան, որ մենք պետք է միայն ներկայացնենք մեր ունիկալությունները, մեր խաղողի ունիկալ սորտերը, մեր տերուարը, այսինքն ելնենք այդ եզակիությունից եւ դրանով գրավենք աշխարհը։ Տեսնում եմ, որ մեծ ապագա է մեզ սպասում։ Շատ լավ է։ Կա ինչ որ կետ ամենտեղ, որ ամեն դեպքում որտեղ կարելի է լուսավորման տեսնել։ Այո, իհարկե։ Իսկ նրան գինու մեջ, ասեմ, քանի որ մի փոքր ուսումնասիրություն եմ կատարել, թե դարեր առաջ, երբ որ մենք դեռևս հեթանոս էինք, մենք շատ ենք օգտագործել նրան գինի ու Մատենադարանում կան ձեռագրեր, որտեղ նշված է, որ մեր հեթանոսական ավանդույթների զոհաբերությունների ժամանակ սեղանները լվացվել են նռանգինով եւ կատարել են զոհաբերություններ, այսինքն այդ ժամանակահատվածում նռան գինին ավելի մտածած է եղել որպես սիմվոլ հեթանոսության մեջ, ինչպես եւ հիմա քրիստոնեության մեջ մեր կարմիր գինին է։ Չէ, համարում են Քրիստոսի արյունը։ Այդ ժամանակահատվածում էլ նռան գինին է ավելի շատ հեթանոսական եղել եւ որոշ ժամանակ արգելված է եղել Հայաստանում նռան գինի պատրաստել, որովհետեւ մենք մոռանանք մեր հեթանոսական ավանդույթները։ Հիմա դրա համար պետք է հետ գալ եւ աշխարհին ցույց տալ հենց մեր հիշեցնել մեր հին ավանդույթները, նույնիսկ նշեմ Սասունցի Դավիթ էպոսում կա մաս, որտեղ ասվում է 40 տարվա հնեցմամբ նռան գինու մասին,
Եվ աշխարհին ցույց տալ մեր եզակիությունները։ Մենք դրանով կարող ենք գրավել աշխարհը, դրանով կարող ենք շուկա գրավել։ Այսինքն, եթե մենք անենք նույն բանը, վերցնենք ֆրանսիական խաղողի սորտեր Հայաստանում շատ որակյալ գինի արտադրենք, շատ բարդ է դրանով մրցակցել աշխարհում։ Գևորգյան գինու գործարանում ամենաշատ, ամենաերկար հնեցմամբ գինին որն է։ Մենք գինե դարան ունենք փոքր գործարանում, որտեղ 2008-2009 թվականից գիներ ենք պահում։ Հիմնականում այդ գիները պահում ենք, որպեսզի պոտենցիալը հասկանանք, խաղողի սորտերի պոտենցիալը, պատրաստման տեխնոլոգիայի պոտենցիալը, բայց այն տեսականու մեջ, որը հիմա ներկայացնում ենք շուկայում, ամենաերկար հնեցումը ունի մեր կախանի գինին, որտեղ 100% չամչացված խաղող է, 2 տարի է հնացվում տակառներում եւ մոտ 6 ամիս էլ հնացվում է շշերի մեջ։ Իդեպ ասեմ, որ շշային հնեցումը նույնպես շատ կարեւոր է գինիների համար։ Շատ լավ։ Տուրիզմի տեսանկյունից կուզեմ հարցին նայենք, շատ մասնագետներ ասում են, որ տուրիստների համար շատ կարևոր է երկիրը ճանաչել համով, հաճախ դա ուտելիքների մասին են ասում, խմիչքների մասով, գինու մասով, ես ինֆորմացիա չունեմ, կուզեմ դուք մեզ ինֆորմացնեք, տուրիստը ոնց է ընկալում երկիրը այդ համային տեսանկյունից։ Նայեք, աշխարհը արդեն Հայաստանին ճանաչում է որպես ամենահամեղ մրգի երկիր, այսինքն այդ ասոցիացիան արդեն աշխարհում կա, որ հայկական միրգը, հայկական ծիրանը, հայկական դեղցը, ունի առավելություն մնացած երկրների մրգերից, այսինքն մենք պետք է այդ առավելությունը օգտագործենք։ Գինու առումով դեռևս մեծ աշխատանք ունենք անելու, որովհետև հիմնականում Հայաստանի խմիչքներով ճանաչում են կոնյակ արտադրող երկիր եւ զարմանում են, երբ որ գալիս են Հայաստան, գնում են տուրերի տարբեր գինեգործարաններ ու բացահայտում են, թե Հայաստանում ինչ որակյալ գինի է արտադրվում։ Հանրահռչակման խնդիր ունենք։ Այո, միանշանակ, իսկ туриզմի մեջ գինեգործությունը շատ մեծ մաս է կազմում։ Եթե մենք կարողանանք այդ մասը զարգացնենք այսօրվա լավ տեմպերով, որովհետև այդ մասում էլ գինեգործները մեծ աշխատանք են անում այսօր, կամաց եկող տուրիստը Հայաստանի հասկանում է, որ պետք է անպայման նաև այցելել գինեգործական տարածքները։ Հաղորդման ավարտին ինչ-որ հավելում ունեք։ Կասեմ, գինի սիրողներին ինչ ասելիք ունեք։ Չէ, ավելի շատ ասելիք ունեմ գինի չսիրողներին, որովհետև եթե դուք ուզում եք, որ մեր երկիրը, որպես ուժեղ երկիր կհանա, գինեգործությունը այդ մասի նաև մի մասն է կազմում, այսինքն եթե դուք խթանեք նրա գինու մշակույթը եւ օղու փոխարեն սկսեք օգտագործել գինի, որը նաև առողջարար է ձեր օրգանիզմի համար, դուք նաև կխթանեք մեր պետության, մեր երկրի տնտեսությունը, որովհետեւ մի շարք տնտեսական ճյուղեր դրանով աշխատում են։ Ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ թարմուղեղով իմ զրուցակիցը Գևորգյան գինու գործարանի հիմնադիր տնօրեն Վագն Գևորգյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։